մեկ էլ մի բան հարցնեմ էլի ձեզ։ Ասեք։ Նարեին շտապ օգնության մեքենայով են բերել հիվանդանոց, թե ուրիշ ինչ-որ մեկն է բերել։ Չէ, շտապ օգնության մեքենայով չեն բերել։ Մի երիտասարդ տղա էր Նարեին բերողը։ Իսկ կարող է անունը ֆիքսած լինեք, ուղղակի ուզում եմ իմանամ էլի քրոջս ով է փրկել, մի հատ իմ շնորհակալությունը հայտնեմ։ Անունը Չէ, ճիշտն ասած չեմ հիշում անունը, չի տպավորվել։ Իսկ ինչի հենց Նարեից չեք հարցնում։ Չէ, կարևոր չի արդեն, ուղղակի ուզում էի իմանայի ով է ու իմ շնորհակալությունը հայտնեի։ Շնորհակալ եմ շատ։ Ոնց ես, լավ ես։ Ռան։ Heç լավ չէ։ Շատ տարօրինակ ցավ է։ Ես գլխացավին չեմ դիմանում էլ։ Այս որ խմես լավ կլինես։ Ինչ է։ Ուտար էդ քո դեղերը չի օգնում։ Դե Այս մեկը հաստատ օգնելու։ Ինձ է օգնելու։ Պիտի կարևոր փաստաթուղթ ստորագրես։ լավ չեմ։ Heç լավ չեմ։ Շատ կարևոր փաստաթուղթ է, կյանքի ու մահվան հարցը պիտի ստորագրես։ Այ ապրես։ Լավ չեմ։ Գլուխս։ Գլուխս։ Օգնի գլուխս ցավում է, օգնի։ Ուր գնաց։ Ուր էր գնացել Նարե։ Ինչի ոչ մեկից չէիր զգուշացրել, որ տնից դուրս ես գալիս։ Մամ, կլինի ինձ հանգիստ թողեք։ Հավատա քո հարցերից ես ինձ ավելի լավ չեմ զգում։ Նարե, դու որ ինձ զանգեցիր, շատ անհանգստացա։ Ձայնդ շատ վատ էր։ Հիմա կարևորը ամեն ինչ լավ է։ Կարևորն է նա, որ կարողացար զանգել ու մեզ զգուշացնել, թե որտեղ ես։ Թե չէ ոնց էինք իմանալու, որ այստեղ ես ու գայինք։ Բայց Մարգերը ով է բերել։
Դու դրա հետ կապ չունես, չէ՞։ Ստեղ ոնց որ թե ջուր չկա, գնամ ջուր բերեմ։ Բրան ինչ ասեց բժիշկը։ Ասեց 2 օր ստեղ կմնա, հետո անկողնային ռեժիմ։ Նարեովա քեզ հիվանդանոց բերել։ Ինձ թվում էր կհարցնես ոնց ես։ Չլսվեց հարցս։ Լալա, հիմա ինչ ես ուզում ինձանից։ Ակնկալում եմ, որ կողքիս կլինես, որովհետև ինձ մենակ եմ զգում։ Երբ նոր էի եկել Հայաստան, ինձ ավելի ուժեղ էի զգում։ Բայց հետո եկար դու ու ես քո կողքին ինձ թույլ զգալու շռայլություն թույլ տվեցի։ Հիմա իմ մեջ աշխարհից նեղացած ու մի անկյունում կուչ եկած Լալան պայքարում է բոլոր պատերազմները հաղթած ու նոր մարտի պատրաստվող Լալայի դեմ։ Ու ես չեմ ուզում, որ իմ այս թուլության պահը պատճառ դառնա, որ դու սկսես խուսափել ինձնից։ Ինչքան որ ես ունեմ քո կարիքը, այնքան էլ դու ունես իմը։ Ու ինձ թվում է քո օգնություններն էլ անպատասխան չեն մնացել։ Այդպես չի։ Հիմա ես վատ վիճակում եմ, որովհետև երբ հարցը վերաբերում է իմ երեխային, ես adekvatությունս կորցնում եմ։ Չեմ ուզում առանց մտածելու սխալ քայլեր անել։ Չեմ ուզում այնպես ստացվի, որ հավատալով Սաթին ծուղակի մեջ եմ ինձ գցել, բայց նաև չեմ ուզում այնպես ստացվի, որ այդ օգնության ձեռքը, որ ինձ ամեկնում Սաթին, ես չվերցնեմ ու ստացվի, որ կորցրել եմ իմ ունեցած միակ հնարավորությունը։ Այս հարցում բացի քեզանից քեզ ոչ մեկ չի օգնի, որտեվ դու ես իրանց ամենալավը ճանաչում։ Ճիշտ ես։ Ես պիտի հանգստանամ ու հասկանամ, թե ինչ պիտի անել։ Մի կողմից էս երեխուս թեման, մի կողմից այն, որ վռամը իմ դեմա դուրս եկել։ Մյուս կողմից այն, որ դու երևի րոպեներն ես հաշվում, թե երբ ես ինձ դրան տեղը ցույց տալու, ինձ ճանապարհելու։ Գիտես, ինչ նախնդիր է, որ ինչ որ պահի ունեցա էմոցիաներ քո կողքին, որոնք շատ երկար տարիներ չէի ունեցել։ Հոգատարություն, ջերմություն, ամուր թիկունքի զգացում ու քանի որ ես սովորել էի դրանց բացակայությանը ու հետո նորից զգացի, ինձ համար դժվար դարձավ ոտքի կանգնելը։ Բայց կկանգնեմ։ Ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, ցավոք։ Ալո։ Սոն։ Հայք հաղորդագրությունից ստացա, բայց տեղս հարմար չէր։ Հիմա հարմարա դրա համար էլ զանգել եմ։ Ոնց ան արել։ Քո գնալուց հետո գրեթե ժամանակ չի անցել, ամեն ինչ նույնն է։ Հայք ինձ կասես ինչ ա կատարվել, ինչի ան արել վատացելու, ինչ եք դուք անում իրար հետ։ Ոչ մի բան էլ չենք անում, Սոնա։ Ընդամենը խոսացել ենք ու վերջ, դու հասկացի, որ մենք շատ լուրջ հարց ունենք իրար հետ։ Հիմա քեզ մի բան խնդրեմ էլի, եթե հանկարծ ինչ-որ մի բան պետք լինի Նարեին, բան արա, ինձ անպայման գրի, հա։ Հիշել ես, որ սիրում ես Նարեին։ Նարեն ինչ կապ ունի, իմ երեխու հարցն է։ Հա, հիմա դրան տենց ես ասում։
Սոնա, հիմա անելու ես ասածս, թե չէ։ Հայք ես անելու նենց ոնց Նարեն է ուզում։ Որովհետև ես չեմ ուզում, որ այդ աղջիկը իմ ու քո որոշումների պատճառով իրեն ված գա։ Տեղից հիմա տնեցիների առաջ պատասխան է տալիս։ Հիմա ես պետք է գնամ, բայց որ նորություն լինի, քեզ անպայման կասեմ։ Հավատես չի գալիս։ Ես հասկանում եմ, որ ձեր ընտանիքների միջև վաղուց թշնամանք կա, բայց որ սենց երբեք չէի պատկերացնի։ Նենց չի մեր համար էդ ին նորություն չէր։ Հա, մենք միշտ իմացել ենք, որ Սաքուն տականք է, բայց մեր մտքով չէր անցնի, որ մեր հորը կարա սպանի։ Բայց չեմ հասկանում, ոչ մեկ չի իմացել։ Ախր քիչ չի անցել է, 10 տարի անցել է։ Չգիտեմ Լիլիթ։ Կարող է չեն իմացել, կարող է ով է իմացել, նենց են արել, որ մեզ չասեն։ Մտածում ես Սոնան գիտեր։ Միկո, բա ինչ ենք անելու։ Բա ինչ ես անելու, ես հասկանում եմ, որ մտքիդ մի բան կա, բայց ինչ։ Ես չգիտեմ Լիլիթ։ Չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ, որ ճիշտ լինի։ Հա, ես հասկանում եմ, որ Սաքոին պետքա սպանել, բայց արանքում երեխա կա։ Ու ինչ էլ անեմ, պետքա Հայկի հետ քննարկեմ։ Որովհետև կարա իր համար շատ վատ լինի։ Բայց ամեն դեպքում պետքա Սաքուն անպատիժ չմնա։ Ոչ խանգարեցի։ Չէ, նստի։ Տեսա, որ եկել ես։ Ասացի կգաս մի հատ կխոսենք։ Չգիտեմ էլ ինչ խոսամ։ Ինչ ասեմ։ Ինչի համար է եկել ու հիմա ինչ եմ անում։ Իսկ Նարային տեսե խոսացել ես։ Այդ խոսակցությունները ավելի են սպանում քերի։ Մի կողմից հորս թեմանա կրծում ներսես, մյուս կողմից էլ երեխես։ Սիրտս պայթում է, որ պատկերացնում եմ պիտի իմ երեխեն Ադամյանների տանը ապրի։ Հա, հասկանում եմ, որ Նարեն էլ է Ադամյան ու երեխուս մերն է։ Բայց չեմ կարում համակերպեմ այն մտքի հետ, որ պիտի իմ երեխեն Արմոյի հետ ապրի, իսկ ես իրավունք չեմ ունենալու երեխուս տեսնեմ։ Քերի, ինչ պատասխան եմ տալու ես իմ երեխուն։ Ոնց եմ երեխուս հարցերին պատասխանելու։ Ոնց եմ ասելու, որ քո պապին սպանել է իմ հորը, քո մյուս պապուն։ Ես պիտի լուծեմ իմ հոր վրեժը, այդ հաստատ անելու եմ։ Բայց ոնց պիտի անեմ, որ իմ երեխեն այդ վրեժի արդյունքում չտուժի։ Չգիտեմ։ Շատ եմ վախենում ես ամեն ինչից, բայց համ էլ հասկանում եմ, որ պիտի հավաքեմ ինձ ու հասկանամ, թե վերջապես ինչ պիտի անեմ։ Ես սխալվելու իրավունք չունեմ։ Իսկ չես մտածել արա այդ միանս։ Դե լավ ծեր ես առնում քեր։ Չես, ամեն ինչը հասկանում եմ։ Ամեն ինչը շատ պարզ է, բայց երեխու փաստը ամեն ինչ փոխում է։ Հա, բայց մեր թեման փակ է ու չպետք է բացվեր։ Ես հիմա երկու թեմա ունեմ մտածելու, մեկը Սաքոնա, մեկն էլ երեխես։ Վերջ։
Անիկ։ Այ Անիկ։ Ռամ։ Սուրեն է։ Սրանից հետո որտեղ դուք ձերը կասեք, ընդեղ էլ ես Հարց տվեցի քեզ Նարե։ Անձամբ չեմ ճանաչում։ Փողոցում ինչ-որ մեկը տեսավ, որ վատ եմ, բերեց հիվանդանոց, դեմքը չեմ հիշում, ոչինչ, չէ։ Լավ, ես չեմ դադարում զարմանալ ձեր վրա։ Տեսնում եք, որ վատ եմ։ Երեխուն կորցնելու վտանգ կա։ Բայց ձեր համար կարևորը ինչ է, թե ով է բերել ինձ հիվանդանոց, ով է միտք բերել։ Երևի ավելի լավ կլիներ, որ կորցնեի, չէ՞ երեխուս։ Դες ձեզ ավելի լավ կզգայիք։ Մի անգամից բոլոր խնդիրներից կազատվեինք։ Չէ, դու իսկապես լավ չես, գժվել ես, Նարե, ինչ ես խոսում։ Յա։ Մամա կլինի գնաք ու հանգիստ թողեք ինձ։ Նարե, ես կմնամ մոտդ։ Չեմ ուզում։ Նարե, բայց Խնդրում եմ, ուղղակի գնացեք ու ինձ հանգիստ թողեք։ երևի Նարեն ճիշտ է։ Չափն անցանք, Ռամ։ Էս արդեն գնում եք։ Գնում ենք Սոնա։ Բան Նարեն հո մենակ չենք թողնելու։ Ռամ, ես ուզում եմ Նարեի մոտ մնալ։ Կարևոր չի ինչ է ասում, որ չի ուզում։ Երեխուս կողքին կմնամ։ Ես էլ կարող եմ մնալ Նարեի մոտ։ Իսկ դու ինչ ես ամեն հարցում քեզ մեջ գցում։ Սա մեր ընտանեկան հարցն է։ Մաման, Սոնան ուրիշի ընտանիքից չի։ Ուրեմն սենց ենք անում։ Սոնա դու մնում ես ստեղ։ Չհասկացա։ Մամ, ես ու դու գնում ենք տուն։ Մի մոռացի, որ պապան էլ լավ չի։ Սոնա հենց մի բան լինի կզանգես ինձ, եղավ։ Լավ։ Գնացինք, մամ։ Չմտածես, որ մեջքիս ետևում կարող ես խաղեր խաղալ, թե չէ նայի հաշված օրեր կունենաս տանս մեջ։ Դեռ չեք գնացել։ Ես մնալու եմ, բայց մամատ ու Վրամը գնացին տուն։ Չէ, դու էլ գնա։ Չէ, Նարե, իզուր մի փորձ ինձ համոզել։ Մեկը այստեղ է մնալու։ Ինձ կներես, հա, որ իմ պատճառով ստիպված եղար սուտ խոսել։
Ուղղակի ուրիշ տարբերակ չկար։ Ճիշտ է, քեզ վատ դրության մեջ դրեցի, բայց եթե ասեի Հայկն է զանգել, հաստատ պատերազմ էր լինելու։ Առանց էդ էլ ձեր տան պատմությունից հետո վախը սուրտումս եմ ապրում։ Հայկը հաստատ պապայից չի ներելու։ Իսկ Վրամն էլ Հայկին չի ների։ Ու ամեն մի փոքրիկ բանն էլ կարա մեծ պատմություն դառնա։ Դու մի անհանգստացի, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ոնց հասկացա, մամատ ամեն ինչ հասկացել է։ Սոն այնքան մեկ է իմ համար նշանակություն չունի, հավատա։ Չեմ ուզում ուրիշների կյանքով ապրեմ, ուրիշների մասին մտածելով ապրեմ։ Ինձ իմ խնդիրներն էլ են հերիք։ Բայց ոչ Վրամն է ուրիշ, ոչ էլ Հայկը։ Հայկը ընդհանրապես իմ երախու պապան է, ու վերջ։ Նարե չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, բայց Հայկը արդեն մոտ 1000 անգամ զանգել ու նամակագրել իմանա թե դու ոնց ես։ Ոչ թե ես ոնց եմ, այլ երախեն։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Փաստորեն ճիշտ եմ ասում։ Հիմա Նարեի համար ընդհանրապես սիրտը չի ցավում, ոչ մի բան չի զգում։ Եթե ոչ մի բան չզգայր, չէր գնա Հայաստանից։ Ինչ կարևոր է ինչ եմ զգում, քերի։ Նարեն իր քայլերով նենց արեց, որ ես ինձ ամենավերջին անինքնասիրը զգամ։ Հա, հետո արդարացումներն ասեց, բացատրեց, բայց մեկը ներսից դատարկությունը չանցավ, չլցվեց։ Ինքը հենց սկզբից իմացել է, ով է իր հերը ու ինչ է արել։ Ու այդ իրան չի խանգարել, որ հետս հարաբերությունները խորացնի։ Իսկ ես ոչ մի բան չեմ իմացել, քերի։ Չեմ իմացել ու պատրաստ եմ եղել ամեն ինչ անելու։ Ճիշտ է, ինչքան էլ որ գիտեի սխալ է, ինչքան էլ որ գիտեի պետք չի, բայց մեկը ամեն ինչ անում էի։ Ու իրար հետ էինք ամեն ինչ անում։ Ու միշտ տպավորություն էր, որ մեզ ինչ-որ կապող բան կա, որ միշտ էդ լինելու է։ Բայց հիմա էլ այդ մենքն էլ չկա։ Այդ կապող բանն էլ չկա, չգիտեմ, ամեն ինչ ոնց որ անցած լինի։ Առաջ շատ էին բաժանող հանգամանքները։ Բայց հիմա էդ էլ չկան։ Ես չգիտեմ այս կյանքը հետս ինչ դաժան ու հետաքրքիր խաղ է խաղում։ Ծնվածս օրվանից փորձությունա որ տալիս է։ Ես չգիտեմ վերջ կա սրան թե չէ։ Լավ մի օր ավարտվելու է այս փորձությունների շարքը։ Ես հավատս չեմ կորցնում, որ դուք նորից միասին եք լինելու։ Աստված հենց այնպես չի, այս օրհնությունը հենց հիմա ձեզ տվել։ Մենք 1000 անգամ իրար հրաժեշտ ենք տվել, բայց ոչ մի անգամ չենք կարողացել բաժանվել։ Բայց հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չի, որ ես ու Հայկը միասին լինենք։ Մենք այնքան բան ենք իրար ասել, այնքան ենք նեղացրել, վիրավորել, որ հենց այնպես այդ ամեն ինչը չի կարող անցնի։ Ինք ինձ չի ներելու։ Ես էլ իրան չեմ ներելու ինձ մենակ թողելու համար։ Նարե դու շատ լավ գիտես, որ Հայկը պայքարել է ձեր սիրո համար։ Սերը խոստումների ու խոսքերի մեջ չի։ Հա, ես Հայկին ասել եմ, որ իրան չեմ սիրում, որ այդ ամեն ինչը խաղ է եղել, բայց ով էլ նա էր ինձ այդ պահին կհասկանար, որ ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ բան եմ զգում։ Իսկ Հայկը որոշեց, որ ճանապարհի կեսից հետ է կանգնելու։ Ես Հայկին սիրել եմ շատ լավ իմանալով, որ երբեք չեմ կարող իր հետ լինեմ։ Ու հետո ասան, պետք է ուղղակի հասկանանք ու ընդունենք, որ բոլոր սերերը չի, որ լավ ավարտ են ունենում ու վերջում միասին են լինում։ Երբեմն մարդիկ մնում են մեր սրտում, բայց ոչ մեր կյանքում։ Հայկ, ես քեզ sense ասեմ։ Այդ ձեր թշնամանքից եւ իրար վիրավորելուց ոչ մի լավ բան դուրս չի գա։ Դու ունարեն փոխանակ իրար նեղացնեք, պետք է շատ լավ հասկանաք, որ մենակ երեխեն եք ուժելու։ Դու էլ Նարեն էլ դժվար մանկություն եք ունեցել։
Եվ առաջինը դուք պետք է հասկանաք, որ այդ երեխու համար առաջինը երջանկությունն է։ Հասկանում եմ, Քերի։ Հասկանում եմ, բայց անընդհատ ինչ-որ նոր բաներ եմ հիշում։ Օրինակ հիշում ես այն ժամացույցը հորս, որն Արեի մոտ էր։ Հա, հիշում եմ։ Լավ, ոնց չէի հասկանում ինչի համար այդ ժամացույցը պահում մոտը։ Նարեն ասում էր, որ այս հորս համար շատ մեծ դեր ունի, շատ մեծ նշանակություն ունի։ Հետո Սաքոին հարցրեցի, ասեց, որ պահել եմ մոտս, որ հորդ ու Լալայի դավաճանությունը միշտ հիշեմ։ Բարիս պարզվում է այդ ժամացույցը պահել եմ մոտը որպես հաղթանակի նշան։ Քերի, ես սխալ եմ։ Եթե սխալ եմ, ասա։ Հիմա դու ինձնից անհնար բան ես պահանջում։ Այնքան բան կա, որ չի լինում հաղթահարել, չի լինում մոռանալ։ Ու հա, ես տանջվում եմ, Քերի։ Ես անընդհատ ինձ մեղադրում եմ նրա համար, որ ոչ մի պարագայում պետք չէր թշնամու աղջկան սիրել։ Սարսափելի բան է, որ այն ամենահարազատ մարդն է, ներսդ մասմասանում։ Մեկը ինչ չեմ ներում, որ թշնամու աղջկան եմ սիրել։ Հայկ, բայց մի մոռացի, որ այդ աղջիկը քո ապագա երեխու մերն է։ Սխալ էր Սոնային Նարեի մոտ թողնելը։ Պիտի ես մնայի։ Լավ էլի, մամա։ Ամբողջ ճանապարհին մենակ ես ասել, հասկացանք։ Երբ ես դու վերջապես ընդունելու, որ Սոնան էս տան անդամ է, ոչ թե թշնամի։ Եղավ։ Սակո։ Ռամ հերիք սենյակում չի։ Պա։ Պապ ջան, մի հատ պապ ինձ նայի, պապ։ Պապ ջան, մի հատ ինձ նայի, ցավը տանեմ։ Մամա գնա դեղ բեր էլի։ Ցավումը, շատ է ցավում։ Որտեղ է դա ցավում, պապ ջան։ Ես կանչում էի դու չեկար։ Պապ, հիմա եկել եմ նա իմ մոտդ եմ ցավը տանեմ։ Գնա։ Պապ, մոտդ եմ, էլ չեմ գնալու, ոչ մի տեղ չեմ գնալու, ցավը տանեմ։ Ինձ նայի։ Ցավում է։ Ախ։ Շատ է ցավում։ Մամա գնա դեղ բեր։ Պապ ջան, ես խմի։ Ես խմի, պապ ջան, խմի։ Ապրես, ես էլ, խմի ցավը տանեմ։ Չէ, երբ ասեն շարունակվելու։ Ինչ ես ուզում ասես, մամա։ Հորս տանեմ հոգեբուժարան, հա։ Էսա ճիշտ է։ Հա, սիրտը ցավում է։
Բայց ինքն էլ է տանջվում, մենք էլ ենք տանջվում, Ռամ։ Մամա հերիք հայելի։ Էլ ոչ մի բան մի շարունակի։ Մամ, այդ ինչ ձեներ էլի լավ չի։ Չէ, ուղղակի դրան ձայնն էր։ Ես դու ինչի քնած չես։ Հերդ անենց ուժեղ դեղերը խմեր, որ մինչև լուսաբաց քնելու է։ Բա դու ինչի քնած չես։ Քոնս չի տանում բալես։ Պարզա։ Ինձ ուզում ես ուղարկես քնելու, բայց դու էլ ես անհանգիստ, չէ, պապայի համար։ Արի դու գնա Նարեի մոտ քնի, ես կմնամ պապայի մոտ, մամ ջան։ Չէ։ Հիմա ես էլ եմ գնում քնելու, դու էլ։ Վաղը լարված օրա սպասվում ես։ Մամ։ Վերջ է չենք շարունակում։ Հիմա ես վերցնեմ ջուրը, մտնեմ մեր սենյակի հետ գամ ու դու ձեր ննջարանում լինես, եղավ։ Վայ մամա ջան։ Քիչ ամնում մի հատ էլ անկյուն կանգնացնես։ Կկանգնացնեմ։ Ես վերջերս քո ուսերին նենց մեծ բեռ ա դրված։ Դու ձեն չես անում, բայց ես հո տեսնում եմ։ Չէ, ոնց որ ես իրոք գնամ քնելու մամ։ Գնա տես, թե չէ անկյուն կկանգնացնեմ։ Բարի գիշեր մամ ջան։ Բարի գիշեր, բալես։ Ես չեմ ուզում առանց քեզ ապրեմ։ Ու խոստանում եմ քեզ, որ ամեն ինչ վերցնում եմ իմ վրա։ Ամեն ինչի համար պատասխան ես եմ տալու։ Չեմ ուզում մի րոպե կասկածես, որ ես քեզ սիրում եմ, Նարե։ Ու ուզում եմ իմանաս, որ ես կյանքի բոլոր հարվածներին ես պատրաստ եմ։ Պատրաստ եմ մենակ թե դու կողքիս լինես։ Պատրաստ եմ ամեն ինչին դեմ գնալու։ Մենակ թե կողքիս եղին Նարե։
չգիտեմ, ես խմիչքից է, մամերից, թե ռոմանտիկ միջավայրից, բայց ես քեզ ուզում եմ ասեմ, որ ես քեզ շատ շնորհակալ եմ, որովհետև քո շնորհիվ ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Ինձ թվում էր, որ ես այլ կյանքում ոչ մեկի չեմ ասի ես։ Բայց հիմա եմ ասում քեզ ու խոստանում եմ, որ կյանքում ոչ մեկի չեմ ասելու էլ, որ սիրում եմ։ Կամ դու ես, կամ ոչ մեկ։ Ախպերդ քնած այլ։ Երևի, ամբողջ գիշեր սենյակի լույսը միացրած եղել։ Դե որ ամբողջ գիշեր չի քնել։ Իբր որ մեկս է քնում։ Մարդը աղբոր երեխա ունենա, չիմանա շնորհավորի, թե ձենը կտրի նստի։ Դե երեխու ծնվելը միշտ էլ ուրախություն է։ Երբ ես վերջի անգամ ես տան մեջ ուրախության ձայն լսել։ Այ մակ ուրախանանք։ Կերի, բայց ինչ ես մտածում։ Նարեն կհամաձայնվի, որ երեխան ստեղ մեծանա։ Ես մի բան հաստատ գիտեմ, որ Հայկը չի թողի, որ երեխան այնտեղ մեծանա։ Ճիշտ է կանի։ Ալո։ Ո՞նց ես։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Լավ, Սոն։ Ո՞նց է Նարեն, նորմալ է ամեն ինչ։ Հա, վրամ, ամեն ինչ նորմալ է։ Կուզես դու արի տուն հանգստացի մամային ասեմ, թող գա Նարեի մոտ հոգնած կլինես, կգաս կհանգստանաս։ Չէ, վրամ, ամեն ինչ կարգին է։ Ես լավ եմ, մի անհանգստացի։ Սպասում եմ Նարեն արթնանա, որ գնամ մեր համար սուրճ բերեմ։ Ապրես։ Դու գալու ես հիվանդանոց։ Չէ, Սոն, հիմա չէ, հիմա պիտի օֆիս գնամ։ Հասկացա։ Սոն։ Հայ ջան։ Ապրես։ Անկախ ամեն ինչից հետս ես, այ դրա համար ապրես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Վրամ արդեն ես եմ անհանգստանում, ամեն ինչ կարգին է։ Հա, Սոն, նորմալ է ամեն ինչ։ Լավ, անջատում եմ արդեն։ Վրամ, ես էլ քեզ եմ շատ սիրում։ Բարի լույս։ Բարի լույս։
Հուսով եմ աղմուկ չեմ արել ու չեմ արթնացրել, չէ՞։ Դու չես արթնացրել։ Բայց ոնց որ թե էլի մարդկանք քունը չի տանում։ Ում քունը չի տանում։ Նայ, Հայկն է զանգում էլի։